ամեն ինչը շատ լուրջ հարց է։ Եկեք ժամը 7-ին այսօր հավաքվենք Պուշկինի անվան դպրոցում։ Բալիկներ ջան, սիրելիներս, մենք ծնողներով ձեր կողքին ենք, ձեր իրավունքներն ենք պաշտպանելու, դրա համար լրատվականներին հրավիրում ենք ստեղ։ Չեք քաղաքականացնում այս հարցը եւ երեխան առանց ծնողի իրավունք չունի ինտերվյու տալ։ Ցանկացած երեխա եթե ունի խոսք ասելու, գուցե հուզվելու, անպայման իր կողքին պետք է լինի գոնե մեկ ծնող։ Ես դրա համար խնդրում եմ ժամը 7-ին, քանի որ այսօր հիմա շատ քիչ կլինի կամ շատ կլինի, եկեք այդպես անենք, որ բոլոր ծնողներս կուլտուրական մենք գալիս ենք եւ բալիկները մեր իմանան, որ մենք ուզում ենք իրենք տեսնեն, որ մեր երկրում կա արդարություն, մենք ուզում ենք անկեղծ, բարձրաձայն լսենք նրա մասին, թե ինչի են տնօրենին աշխատանքից հեռացնում եւ ինչ է լինելու այս մեր սիրելի դպրոցի ապագան։ Նորից եմ կրկնում, ես ինքս դպրոցի շրջանավարտ եմ, ես մեր երեխաների իրավունքները մենք չենք թողի, որ ոտնահարվեն, դրա համար ձեր բոլորի ծնողները այստեղ են, հիմա շատերը աշխատանքի են, ժամը 7-ին մենք կլինենք Պուշկինի անվան դպրոցում, բոլոր լրատվականներին սպասում ենք, կհուզվենք իրար հետ, կխոսենք իրար հետ եւ նորից եմ կրկնում, մենք հրավիրում ենք նախարարին, Տիկին Ժաննա Անդրեասյանին եւ քաղաքապետին Հարգելի Տիգրան Ավինյանին, մեր դպրոցի շրջանավարտին, իրար հետ դիալոգի մտնելու, խոսելու, որ մեր երեխաները իմանան, որ իրենք են իրենց ապագան կերտում, իրենք եւ իրանց ժամը 7-ին դուք հրավիրում եք ԿԳՄՍ նախարարին եւ քաղաքապետին ծնողների ներկայությամբ լրատվականների, այո, գուցե հրավիրենք այստեղ խոսենք, որ մեր երեխաները հասկանան, որ կա արդարություն, կամ հեռուստաընկերությունների միջոցով, կամ այստեղ բոլորիս ներկայությամբ, մենք չենք ուզում, որ դա լինի փակ դռների հետևում 5 կամ 10 հոգու համար։ Դրա համար մենք սպասում ենք բոլորին ժամը 7-ին այստեղ։ Այդ դեպքում ամեն երեխա կկարողանա իր սրտի խոսքը ասել, իր սերը արտահայտել դեպի դպրոց, դեպի տնօրեն, բայց անպայման ծնողի ներկայությամբ։ Եթե մենք մի հավելում, մենք ծնողի թույլտվությամբ էինք մոտեցել, որպեսզի տարընթերցում չլինի, եւ մի ճշտող հարց է, քաղաքապետարանից իմացանք, որ պաշտոնյաներ են եղել։ Դուք հանդիպել եք նրանց հետ։ Մենք հանդիպել ենք, ես չեմ կարողացել, ներկայացան ավականիներ, մենք նորից ենք կրկնում, կարող է տարբեր ֆրակցիաներից այսօր մարդիկ գան, ուզենան քաղաքականացնել այս հարցը, մենք թույլ չենք տա, որովհետև ես կրկնում եմ, Պուշկինի անվան հիմնական դպրոցը եղել է միշտ առանձին հանրապետությունում, ճիշտ չեմ ասում երեխեք, մենք քաղաքական ոչ մի ֆրակցիայից չենք, ստեղ սովորել են բոլոր նախագահների, բոլոր նախարարների, առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ եւ ապագա բոլորի երեխաները, թոռները եւ նաեւ քաղաքապետի գույցը, ես հիմա չեմ, բժիշկների, դասախոսների, ես ինքս եմ դասախոս, մենք բոլորս այս հարկի տակ ունենք մի քանի կանոն, մենք այստեղ չենք խոսում քաղաքականությունից, մենք այստեղ չենք խոսում այն բաներից, որը կարող է ինչ-որ մեկին վիրավորի, դրա համար 30 տարվա ավարտած մարդիկ մինչև այսօր ընկերություն են անում եւ մի զանգով բոլորը հավաքվում են եւ եթե պետք լինի վերջում քոչարի կպարենք եւ մեր դպրոցի տնօրենին մենք պահանջում ենք պահել իր տեղում, որովհետև դա կատաստրոֆա է երեխաների համար, մենք մայիս ամսին ենք, մայիս ամսում ենք գտնվում, շրջանավարտներ ունենք հանդեսներ, ունենք քննություններ եւ մենք թույլ չենք տա առանց ծնողի իմացության եւ առանց երեխային, որտեղ մեր երեխաները հասուն են եւ ապրում են ազատ անկախ Հայաստանում։ Մենք ուզում ենք մեր երեխաները դաստիարակվեն այսպես, բաց տեքստով մենք սպասում ենք մեր պաշտոնյաներից որոշման հրապարակման, ձայնագրության հրապարակման եւ քվեարկության։ Մենք ուզում ենք իմանանք ով է քվեարկե մեր տնօրենի դեմ, մենք ուզում ենք իմանանք ով է քվեարկե մեր տնօրենի կողմ եւ այդ ամբողջը ես ուզում եմ լինի ոչ թե իմ անունից, այլ բոլոր ծնողների, բոլոր բալիկների կողմից։ Մենք բոլորով այստեղ ենք լինելու, չենք քաղաքականացնում, հրավիրում ենք բոլոր նախագահների, բոլոր նախարարների, 96 թվին եմ ես դպրոցը ավարտել, բոլորին հրավիրում ենք ստեղ անկախության օրվանից ստեղծված
կոչված այս մթնոլորտը, որը պահել է Պուշկինի դպրոցի տնօրենությունը, հրավիրում ենք այստեղ բոլորի մոտ պարզաբանելու, թե ինչի այս տնօրենը չի լինելու, որտեղ մենք մեր երեխաների մոտ պատասխանատու ենք։ Եթե նույնիսկ դասատու է դպրոցը լքում, ես որպես ծնող պատասխանատու եմ, մենք հարկատու ենք, մենք հարկեր ենք վճարում, այս դպրոցը պահում է ծնողները, հարկ վճարող ծնողները, եւ մենք պահանջում ենք մեր հարկերի դիմաց, մենք գոնե հարգվենք այնքանով, որ տեղյակ լինենք, վեն բալիկները իմանան, ինչի իրենց սիրելի տնօրենը, օրինակ, այսօրվանից չի հաճախում դպրոց։ 3 ժամից ավելի է, որ արդեն դասադուլ է եւ ակցիաները իրականացվում, որևէ զանգ, մեսիջ եղել է, օրինակ նախարարությունից։ Դեռ ոչ մի բան։ Ոչ մի բարձաբանում, համենայն դեպս ես որպես ծնող կոմիտե տեղյակ չեմ, դրա համար ուզում եմ, որ դա լինի հրապարակորեն, շատ կուլտուրական, կխնդրեմ բոլոր ծնողներին, երեխաներին հնարավորինս չափ չբերել, մենք ծնողներով իրենց իրավունքները կպաշտպանենք, մենք ծնողներով կսպասենք պաշտոնյա տարբեր մարդկանց, այն դպրոցի շրջանավարտներին, որոնք 96 կամ 91 թվականից ինչ որ պաշտոնների են եղել, թող գան իրար հետ, իրավաբաններին, մարդու իրավունքների պաշտպանին, բոլորին հրավիրում ենք ստեղ, բոլորս իրար հետ պաշտպանենք մեր դպրոցը։ Տեսնենք, գուցե մեկ անգամ Дружба спасет мир, մեր Պուշկինի դպրոցի մթնոլորտ պահող երեխեքը կարողանան իրենց իրավունքները պաշտպանել։ Մերսի շատ։ Ներողություն, իսկ տնօրենը ում ազատել են, ինչքան ժամանակ է, ինչ ղեկավարում է դպրոցը։ 12 տարի։ Ես ավարտել եմ դպրոցը շատ տարիներ առաջ, ավարտել եմ Նատալիա Գարիվնայի հետ, 30 տարի առաջ երևի, 12 տարի Նատալիա Գարիվնան այս դպրոցի տնօրեն է։ Այս դպրոցին աջակցել են ոչ միայն քաղաքապետարանը, այս դպրոցին աջակցել են մեր շրջանավարտները, ստեղ ամեն սենյակ վերանորոգել է շատ դժվար տարիներին, մութ ու ցուրտ տարիներին, թող երեխեքն իմանան, շրջանավարտները, այս դպրոցը ներկվել է շրջանավարտների կողմից, մեր սանգահանգույցները վերանորոգվել են շրջանավարտների կողմից, մեր տնօրենը ամեն ինչ արել է, որ մեր դպրոցում այնպիսի գեղեցիկ մթնոլորտ լինի, հանձնել է բոլոր քննությունները, ինչքան գիտեմ, ինչքանով որ ես տեղյակ եմ, անցել է ակրեդիտացիա, այս դպրոցի տնօրենը այնպես է կազմավորվել մեր դպրոցի աշխատանքը, որ այս դպրոցում չկա դրամահավաք, այս դպրոցում չկա ոչ մի անօրինական бан, մենք բոլորս սովորում ենք անվճար դպրոցում եւ այս պայմաններով դպրոց պետքա շատ մանգալ որ գտնել։ Ես ուղակի, это мой призыв всех выпускников, всех родителей, մենք 3 լեզու տիրապետող երեխաներ ենք, հա, ավարտել ենք դպրոցը 96 թվականին եւ էլի ավարտում ենք առանց պարապելու, ընդունվել ենք պետական եւ տարբեր միջազգային բուհեր եւ ես ուզում եմ այս մթնոլորտը, որը Նատալիա Գարիվնան պահել է, մենք շարունակենք պահել, որովհետեւ այս դպրոցը պետք է ղեկավարի անպայման Պուշկինի դպրոց ավարտած անց, հավատացեք, որովհետեւ այն արժեքները, որ ունի Պուշկինի դպրոցը, շատ դպրոցներին չեմ ուզում նեղացնել, բայց մենք ունենք մեր հանրապետության մեջ մեր գաղտնիքները, մենք գիտենք, կարող է գուցե մեր դպրոցում եղել են վատ սովորող երեխաներ, բայց իրանք սովորել են ամենակարևորը՝ մարդ լինել, գրագետ լինել, կարդացած լինել եւ ինչը ամենակարևորը 30 տարի դպրոց ավարտելուց հետո ընկերություն անել։ Մեր ծնող կոմիտեները բոլորս իրար հետ ընկերություն ենք անում։ Ես այսօր ծանոթացա շատ նոր ծնողների հետ, միասնական այսպիսի ստորագրահավաք պահելու մեր տնօրենին, ես չգիտեմ, ես կարծում եմ ոչ մի համալսարանում, նույնիսկ Հարվարդում դուք չեք գտնի, սա մի մասն է, 5%-ն է, 1000-ից ավել ծնող, 1000-ից ավել երեխա պահանջում են, որ իրենց անպայման բացատրություն տան, որովհետև մենք շատ ենք սիրում մեր դպրոցը, մենք տարբերվում ենք, Պուշկինիցը տարբերվում ենք եւ Նատալիա Գարիվնան այն տնօրենն է, որը լավագույն շրջանավարտն է, որը առանց պարապելու իմ հետ միասին ընդունվել է իրավաբանական Երևանի պետական համալսարան, ամերիկյան համալսարանն է ավարտված, բոլոր դասատուները անխտիր, կրթված, մակարդակով եւ այդ ամբողջ, այսպես ասած կաստյակը, այս ամբողջ մակարդակով անձնակազմը մենք պատրաստ են պահել այս բալիկները, այս ծնողները, մենք սպասում ենք պատճառի, մենք ուզում ենք բացահայտում, ոչ մի բան, ես խոսակցության չեմ հավատում, երեխեք ջան, ես 30 տարի առաջ ավարտել եմ այս դպրոցը, ես երևանցի աղջիկ եմ, երևանկա եմ եւ ես երբեք ասեկոսներով կարծիք չեմ կազմում, իմ համար ինֆորմացիան
թղթի վրա է կամ իմ լսելով։ Ես հավատում եմ նրան, ինչ է լսում է իմ ականջները։ Դրա համար մեր հարգելի պաշտոնյաներին եւս մի անգամ հրավիրում եմ այսօր ժամը 7-ին այստեղ, որովհետեւ ես ասեկոսներին չեմ հավատում։ Մեկը ասում է արդեն կա որոշում, մեկը ասում է չկա։ Ես երբեք կարծիք չեմ կազմում ոչ ձեր մասին, ոչ ձեր գոլեգայի մասին, ասեկոսներով։ Դրա համար ես ասեկոսը չեմ, հա։ Ոչ մի բան չգիտեմ, նույնիսկ փորձում եմ չլսել, չեմ ուզում ծանրաբեռնեմ մեր ծնողներին ավելորդ ինֆորմացիայով։ Մենք ուզում ենք լսել դա պաշտոնյաներից, այն մարդկանցից, որոնք այս որոշումը կայացրել են։ Եվս մի անգամ եմ կրկնում, չեն քաղաքականացնում, սպասում ենք մեր կառավարության պաշտոնյաներին այստեղ, սիրով կընդունենք, ծաղիկներով, ինչպես որ միշտ Պուշկինի դպրոցը արել է։ Մենք հյուրեր ենք ընդունել Պիտերբուրգից, Մոսկվայից, արտերկրից, երգել ենք իրենց համար, Պուշկին ենք արտասանել, մենք պատրաստ ենք ծնողներով, արտասանենք, երգենք, պարենք իրենց համար, բայց միայն լսենք բացատրություն։ Ինչի հիման վրա ազատվում է տնօրենը։ Հնարավոր է եւ հետքայլ լինի ձեր կողմից, թե մենք պահանջում ենք հետ վերադարձի, մենք պահանջում ենք երկրորդ քվեարկությանը, մենք դա նորմալ պրակտիկա է։ Մենք բողոքարկում ենք այս որոշումը, դրա համար սպասում ենք ավելի մեզանից իրավասություն ունեցող մարդկանց, որոնք մեզ կբացատրեն, որ այո, մենք ունենք այդ իրավունքը, որովհետեւ կարծում եմ, չէ, բալիկներ ջան, ձեր ծնողները ունեն մեր երեխաների իրավունքը պահանջելու եւ պաշտպանելու։ Սպասում ենք ձեզ այսօր ժամը 7-ին։ Այո, գրտող հարցելի, քանի որ շատ ինֆորմացիայի չենք տիրապետում, գործընթացը ինչպես է տեղի ունեցել, այսինքն դպրոցի տնօրենի պաշտոնավարման ժամկետը ավարտվել է, նոր դպրոցի տնօրեն պետք է նշանակվեր, տեղի է ունեցել քվեարկություն, քվեարկության արդյունքում չի ընտրվել։ Մենք տեղյակ չենք, մենք գիտենք, որ Նատալիա Գարիևնան վերընտրվել է, բայց ասեկոսներով չեմ ուզում ոչ մի ձեզ ինֆորմացիա տրամադրեմ, որտեղ դա իմ կողմից կլինի անգրագիտության գագաթնակետը, ես տեղյակ չեմ եւ ոչ մեկ ծնողներից տեղյակ չի։ Մենք այսօր եկել ենք դպրոց, բերել ենք երեխաներին դպրոց եւ իմացել ենք, որ այլևս չունենք տնօրեն։ Նույնիսկ չունենք, այո, մենք նույնիսկ չունենք ժամանակավոր իրեն պաշտոնակատար։ Չունենք։ Մենք պահանջում ենք, քանի որ մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ենք, նորից եմ կրկնում, հարկ վճարող ենք։ Մենք պահանջում ենք, որ գան մեզ բացատրություն տան, պատճառը, մեկ ամենակարևորը, երբ է եղել քվեարկությունը, որտեղ մենք որպես ծնող տեղյակ չենք, ով է այդ քվեարկությանը մասնակցե եւ մենք ուզում ենք բողոքարկենք այս որոշումը, մեր խնդրանքն է, մենք ուզում ենք մեր Նատալիա Գարիևնան մնա մեր հետ, որովհետև սա կատաստրոֆիկ շրջան է երեխաների համար, շատ ստրեսային, երեխաները այս տարիքում շատ զգայուն են, իրեն ստրեսի ենթարկել, ես որպես ծնող չեմ կարող։ Մեր երեխաները շրջանավարտներ են, մեր երեխաները ավարտում են առաջի դասարան, 4-րդ դասարան, ունեն հանդեսներ, քննություններ, եւ ես պահանջում եմ բոլորից գան այստեղ, մեզ օգնեն այս հարցը շատ գրագետ ձևով, մենք լուծենք եւ ապացուցենք, որ մեր երկրում կա արդարություն։ Շնորհակալություն։ Շաբթի միջև պատասխան չստանաք, արդյոք դասադուլ, գործադուլ։ Այո, ձեր խոսքերը չլսել մենք պահանջելու ենք, բոլոր ծնողները այսօր անխտիր ասել են, որ իրենք պահանջելու են մինչև վերջ բացատրությանը։ Երկուշաբթի օրը մենք եւս կսպասենք ծնողներով 8-ից կգանք եւ կսպասենք։ Մեր ժամանակը շատ է, մենք իրոք սպասում ենք, որ այս հարցը շատ բարի ձևով, շատ քաղաքավարի, ինչպես որ Պուշկինի դպրոցում ցանկացած հարց միշտ լուծվել է։ Մերսի բոլորից, ժամը 7-ից սպասում եմ, ապրեք։ Այսօր ներկայանաք մեկ անգամ եւս որ Ալվինա Հովակիմյան։ դուք որպես Ես որպես ծնող կոմիտեի նախագահ։ Մերսի շատ։